ինչպես նշեցինք, ավարտվում է 2025-26 մրցաշրջանի առաջի հատվածը եւ այս հատվածի ամփոփման համար կցանկանայի նշեի, որ ակադեմիայի թիմերից գրեթե բոլորը ավարտել են իրենց հանդիպումները, 2 թիմ կա, որ այս պահին ունեն մեկական հանդիպումներ, մնացածը արդեն ավարտել են։ Ընդհանուր ամփոփելով 2025 թվականը կցանկանայի նշել, որ կառանձնացնեմ 3 կետ, որի հիման վրա փորձեմ գնահատել ակադեմիայի աշխատանքը։ Նախ շնորհակալություն կհայտնեմ մեր մարզիչներին, շնորհավոր եմ մեր աշխատանքի համար, որը որ այս տարվա ընթացքում կատարել ենք, եւ փորձեմ 3 կետով ամփոփեմ ընդհանուր աշխատանքը։ Առաջինը դա անհատական հմտությունների զարգացումն է, որ խաղացողների մոտ կցանկանայի նշեի, ավելի շատ այս տարվա ընթացքում շեշտը դրել ենք խաղացողների անհատական որակների տեխնիկայի զարգացման վրա, կարճ ժամանակահատվածում արագ որոշումների վրա եւ ճնշման տակ փորձել գտնել ճիշտ որոշումներ եւ կատարել արդյունավետ գործողություններ։ Երկրորդը կնշեմ մտածողությունը, ինչի հիման վրա մեր մարզիչները կատարել են իրենց աշխատանքը, այսինքն խաղացողներին սովորացրել են ինչ անել, նաև ինչու անել։ Ոչ միայն պատրաստ լինեն, թե ինչ են անելու, այլ հասկանան, թե ինչու համար են կատարում տվյալ գործողությունները։ Եվ երրորդը կառանձնացնեմ հոգեբանական կողմը, ինչի վրա կատարում ենք լուրջ աշխատանք։ Այդ ամենին նպաստում են միջազգային խաղերը, ինչպես նաև 1 տարի բարձր կատեգորիայում թիմերի մասնակցությունը, որտեղ որ խաղացողների մոտ զարգանում է ստրեսի հակազդելու գործոնը, խաղացողները կարողանում են ճնշման տակ կատարել լավ գործողություններ, միևնույն ժամանակ ամեն կատարված ոչ այդքան արդյունավետ գործողությունից հետո այդ ճնշման պայմաններում կարողանան արագ հավաքվել եւ դրսևորել իրենց լավ կողմերը։ Կցանկանայի նշել, որ Ուրարտու ակումբը այն ակումբներից է Հայաստանում, որ գրեթե ամեն տարի ունենում է իր գավաթների խումբը, բայց կցանկանայի նաև նշել, որ մանկապատանեկան ֆուտբոլում ավելի շատ կենտրոնանում ենք խաղացողների որակի բարելավման վրա, քանզի ամբողջ աշխարհում անհատի զարգացման միտքն է, անհատի զարգացման գաղափարը, մեր ակումբը եւս շարունակում է այդ մտքի վրա աշխատել եւ ունենալով հստակ մեթոդաբանություն, ինչի հիման վրա մեր մարզիչները քրտնաջան աշխատանք են կատարում, որպեսզի կարողանան խաղացողներին ներգրավել ու այն միտքը հաղորդել, որը որ մենք կառուցել ենք միասին, ճիշտ ուղով փորձում ենք շարունակել եւ շարժվել առաջ։ Եվ եթե ճիշտ կհիշեմ, 2022 թվականին, երբ մեր գլխավոր թիմից միացա մեր ակադեմիայի հատվածին, 22-23 մրցաշրջանում նույնպես 11 գավաթ, եթե ճիշտ եմ հիշում, հաղթել ենք, ինչպես նշեցիք, անցած մրցաշրջանում 13 գավաթ ենք հաղթել, եւ սա կապում է մեր մարզիչների, մեր անձնակազմի ճիշտ աշխատանքի հետ եւ խաղացողների նվիրված աշխատանքի հետ։ Ցանկացած միջազգային մրցաշար դա մեծ փորձ է խաղացողների համար, ինչպես նաեւ մարզիչների համար մեր զարգացման ճանապարհին։ Սա մեր ռազմավարության փիլիսոփայության մի հատվածն է, որ երեխաները պետք է մասնակցեն միջազգային մրցաշարերի։ Միջազգային մրցաշարերը խաղացողներին տալիս են ստրեսի նկատմամբ կայունություն, արագ փոփոխվող իրավիճակներում արագ արձագանքել, մարզիչներին տալիս են արագ որոշումների կայացում, ինչը մեր ներքին առաջնությունում չենք կարող այդքան դրսևորել, քանի որ նույն թիմերի հետ երբ որ շատ հանդիպումներ ենք անցկացնում, արդեն թիմերը եւ խաղացողները միասին ճանաչում են իրար։ Իսկ միջազգային ցանկացած մրցաշար նոր մշակույթով երկրների դիմաց ավելի կարճ ժամանակահատվածում, ավելի արագ գործողություններում փորձում ենք զարգացնել մեր որակները։ Ինքս հանդիսանում եմ որպես ազգային հրահանգիչ մարզչական կրթության գործընթացում եւ շատ կարեւորում եմ մարզիչների կրթությունը, որովհետեւ եթե մենք ցանկանում ենք կրթել սերունդերին, մենք ինքներս պետք է պատրաստ լինենք, ինքներս կրթվենք եւ լինենք կրթված։ Մեր մարզիչների հետ ամսվա կտրվածքով մի քանի անգամ ունենում ենք ընդհանուր հավաքներ, որի ընթացքում քննարկում ենք մեր մեթոդաբանությունը, մեր աշխատելու ոճը, դետալները, ինչի վրա պետք է կենտրոնանանք, ինչպես նաև տեղի ունենում անհատական հանդիպումներ մարզիչների հետ, որտեղ քննարկում ենք եւ ամենօրյա մարզումները եւ ընդհանուր խաղային գործընթացը։ Կցանկանամ նշել, որ ինքս մասնակցել եմ Double Pass ընկերության մի քանի ժողովներին, որտեղ որ կայացվել է Հավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Մասնակցել եմ նաև սպորտային տնօրենի դասընթացներին Double Pass ընկերության անցկացվող, երբ որ հարցազրույցների ժամանակ իրենց հետ հանդիպել եմ, Ուրարտու ակումբի մասին իրենց տված գնահատականը անձամբ ինձ որ փոխանցել են, շատ բարձր է եղել, ու նույնիսկ կետերով ունենք նշված, նաև ուղարկել են ընդհանուր իրենց կարծիքը մեր ակումբի գնահատականի մասին։ Երևի թե 20 կետից նշված
գնահատականների մեջ 17-ում Ուրարտուն ստացել է շատ բարձր գնահատական, ինչը անձամբ իրենցից լսել եմ, նաև ստացել եմ իրենց կարծիքը արդեն ընդհանուր վերլուծության տեսքով։ Եվ նրանք շնորհակալություն հայտնեցին մեզ, որ ունենք նման մարզադպրոց, ունենք նման պայմաններ եւ հույս հայտնեցին այն 1-2 կետը, որը նշել են, որ բարելավման կարիք ունի, մենք ինքներս այդ կետերի վրա կաշխատենք։ Յուրաքանչյուր տարի ակադեմիայում ունենք տարիքային խումբ, որը ավարտում է իր ելույթները եւ նրանց փոխարինում է ավելի փոքր տարիքային խումբը, եւ մեր դպրոցում ընդգրկված բոլոր երեխաները ըստ կանոնակարգի, որտեղ որ թույլատրվում է մասնակցել մրցաշարերի, բոլորը մասնակցում են մրցաշարերի, խաղացողները ընդգրկվելով մեր դպրոցի թիմերում մասնակցում են մրցաշարերի, մեր ընդգրկված մարզումների վարժությունների միջոցով կարողանում են գնահատել նրանց որակները եւ ըստ որակների տեղափոխել արդեն մեր ակադեմիայի թիմեր։ Այս պահին ընդունելությունը մինչեւ 2014 թվականների համար է, եկող տարի պետք է կառուցենք ընդունելություն 2021-ից մինչև 2015 թվականների համար։ Քանի որ նշեցի, արդեն մեր դպրոցի բոլոր թիմերը մասնակցում են առաջնությունների, սա շատ լավ հնարավորություն է մանկապատանեկան ֆուտբոլում խաղացողների գնահատման համար, այսինքն ոչ միայն կենտրոնանում ենք մարզումային գործընթացում վարժությունների գնահատմամբ, այլ խաղերի ընթացքում նայելով խաղացողների անհատական որակները ընտրում ենք մեզ համապատասխան խաղացողների։ Գաղտնիք չեմ ասի, եթե նշեմ, որ Ուրարտու ակումբը այն եզակի ակումբներից է, որ ունի այն բոլոր լավ պայմանները, ինչ անհրաժեշտ է եվրոպական մակարդակի լավ ֆուտբոլիստներ պատրաստելու համար, եւ մեր ակումբը մշտապես իր խաղադաշտերով, իր պայմաններով մշտապես առանձնացել է լավ կողմերով, կցանկանամ նշել, որ այն քանակը, որը ներկայումս մենք ունենք, մեզ բավարարում է մեր խաղադաշտերում լիարժեք մարզումներ կազմակերպելու համար, եւ բոլոր թիմերը, սկսված ամենաբարձր տարիքից մինչև 18 տարեկանների առաջնությունից, մինչև ամենացածրը M5 տարեկանների խումբը, բոլոր տարիքայինները ունեն համապատասխան չափսի խաղադաշտեր եւ բոլորի պայմանները բավարարում են։ Ամփոփելով 2025 թվականը կցանկանամ նշել եւ եւս մեկ անգամ համոզմունք հայտնել, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է, այսինքն այն ներդրումը, որ փորձում ենք անել անհատի զարգացման վրա, դա ազդում է ընդհանուր թիմային մակարդակի աճի վրա, ու շարունակելով միտքս կցանկանամ նշել, որ մեր բոլոր տարիքային խմբերը, որոնք հանդես են գալիս 1 տարի մեծերի առաջնությունում, բոլորը գլխավորում են այս պահին բոլոր տարիքային առաջնությունները, միևնույն ժամանակ գտնվում են գավաթի խաղարկության հաջորդ փուլերում, սկսած M15-ից, որտեղ թույլատրվում է 1 տարի մեծերի մեջ խաղալ, մինչև M18։ Միևնույն ժամանակ կցանկանամ առանձնահատուկ նշել աղջիկների M13 տարեկանների թիմը, որը որ անցած տարի նույնպես գլխավորել էր մրցաշարային աղյուսակները, այս տարի եւս գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այս ամենը նշեցի նրա համար, որ ցանկանում եմ ընդգծել, որ Ուրարտու ակումբը 2 սերի համար ստեղծում է ֆուտբոլային գիտելիք ստանալու համար հարմար միջավայր, եւ մեր մարզչական կազմը եւ մեր ամբողջ դպրոցը փորձում է հնարավորինս ստեղծել պայմաններ երեխաների լավ ապագայի ստեղծման համար։